ինչն է հետաքրքիրը, երբ որ ինձ մոտ տժվժիկ ասածը ինքը ոչ համ ունի, ոչ հոտ ունի, ոչ էլ ինչ-որ տհաճություն, որը որ շատերը հենց ասում ես տժվժիկ, անհանգստանում են։ Հիմա ձեզ ասեմ գաղտնիքը։ Տժվժիկը անելուց նախ մաքրում ենք բառը, հեռացնում եմ այդ ամբողջը, իրան եռացնում եմ, թափում, մի հատ լվանում տաք ջրով, ապա ինչ ենք անելու։ Տնական իմ հալեցրած յուղը լցնում ենք, տաքացնում, ավելացնելու եմ սող, այնուհետև ավելացնելու եմ կտրատած մաքուր եփված արդեն սիրտ թոքը, հետո ավելացնելու եմ կարմիր բիբար, կանաչիներ եւ համեմունք։ Բոլոր բաղադրիչները խառնել եմ իրար, փակելու եմ, որպեսզի շոգը խաշվի։ Քիչ հետո պատրաստ կլինի։ Մեր տժվժիկն արդեն պատրաստ է։ Նայեք, ինչ անուշ է, ինչ համով է, ինչ գույնային է, կարմիր բիբարը, պամիդորը, անուշ լինի։ Հետևեք էջին, լսեք նորությունները, առողջ սնվեք, սիրելիներս։